Պարոն Սիմոնյան, հարցն է, որ մեր հայցերը, օրինակ միջազգային իրավական հայցերը, վերաբերում են արցախցիների կյանքի իրավունքին, նրանց տեղահանման, այսինքն մարդու անմիջական իրավունքների հետ են կապված։ Ադրբեջանին է կապված ինչ-որ ենթադրյալ գույքային վնասների հետ, չգիտեմ, օկուպացիայի հետ, այսինքն նույն նժարի վրա դնելու հայցեր չեն, էլի։ Սխալ եք։ Դուք ծանոթ եք բոլոր հայցերով։ Իսկ չեք լսել, որ ադրբեջանական կողմը խոսում է վերադարձի մասին, որ ունեն հայցեր եւ ունեն մարդիկ, որոնք հայտարարում են, որ իրանք Հայաստանի Հանրապետության մեջ գույքեր ունեն եւ այդ մարդիկ պետքա վերադառնան։ Այդ մասը չեք լսում, թե ձեր չի տալիս։ Դրանք նույն հայցեր են։ Իա լուրջ։ Դե արի ես ու դու նստենք որոշենք սա հիմնավոր է, դա անհիմն է։ Ասում ենք, ոնց մեզ դա անհիմն է, իրանք էլ ասում են ձեր բերածն է անհիմն։ Ժամանակ գույությունի դատար է։ Եք ես թվում է իրանք հայցերը անհիմն են, մերոնք սա հիմնավոր են կամ իրանցը հիմնավոր են, մերոնք Դե ինչու ենք հետ կանչում, թող դատարանը քննի բարձի։ Դա իրանք էլ են հետ կանչում, բայց այդ պայմանավորվածությունը երկկողմանի պայմանավորվածություն է։ Քեզ թվում է մենք մեր հայցերը կրելու ենք, իրանք բոլոր իրանք հայցերը պարտվելու են։ Բայց իրենք նոր հայցերից են խոսում, ասեն փոխհատուցում եւ այլն պետք է Հայաստանը տա։ Իրանք էլ են, մենք էլ ունենք հայցեր, որոնք որ փոխհատուցում են ենթադրում, մշակութային բան են ենթադրում, վնաս են հայտարարում անում։ Ասում են սա Երևանում Ընդհանրապես Երևանին Երևան են ասում են սա Երևանում նույնիսկ են կապուտ մզկիթն են ասում են իրանց, որը որ պարզա որ պարսկական է եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բան, նույնիսկ դա են ասում։ Այսինքն ես խնդրում եմ հայկական մոլորակից դուրս նաեւ էլի կյանք գոյություն ունի, հասկացեք, որ մեր պատկերացումից դուրս նաեւ այլ պատկերացում կա։ Ու բոլորը ամեն ինչը երկու։ Այդ արտաքսիները ձեզ դատի են տալու, ասել են, որ եթե հետ կանչեք Հայաստանի իշխանությանը դատի են տալու։ Թող դատի տան, ինչ ասեմ։ Դատան։ Ես զարմանում եմ, որ իրանք չգիտես ինչի փոխանակ պայքարեն այն մարդկանց դեմ, այն իշխանության դեմ, այն իրանց վրա կրակողների, այն իրանց որ գերավոր իրանց դեմ, իրանք շատ տենց համառ ու դուխով պայքարում են մեր դեմ։ Մենք չեմպիոն ենք, չէ՞, մենք ինքներս մեր դեմ պայքարելու մեջ։ Դե տենց ուժեղ են, թող գնան պայքարեն այն մարդկանց դեմ, ովքեր որ իրական իրանց դեմ քայլեր արել, ոչ թե սեփական երկրի ընտրված իշխանության դեմ։ Իրանք մեր երկրի դեմ հայց պետք է ներկայացնեն, լուրջ, Հայաստանի Հանրապետության դեմ, Հայաստանի հարկատուների դեմ, որովհետև ասում են Արցախի հայ սրանով այն մարդկանց դեմ, ովքեր որ տասնամյակներ շարունակ իրանց աշխատավարձ է տվել, իրանց պաշտպանել է եւ վերջի տարիներին նաեւ շատ ավելի շատ իրանց աջակցությունը հայտնել, քան երբևիցե եղել այդ մարդկանց դեմ, այն մարդկանց դեմ ում երեխաները գնացել եւ զոհվել են, իրանց դեմ, իրանց հարկերի վրա պետք է հայտ ներկայացնեն, թող ներկայացնեն իրանց իրական մտադրությունները པարզ կդառնա բոլորին։ Այսինքն դա լուրջ է, դա ասելու բան է։ Ես էլ գործ կա, որ ես մտածում եմ, որ ես դրա իրավունք ունեմ դատի տամ, բայց ես Հայաստանի Հանրապետությանը դատի պետք է տամ։ Ես պետական պաշտոնյա լինելով հանդերձ, ես այս երկրի տղեն ելնելով հանդերձ, այս երկիրը պետք իրանք տենց բան են իրանք կարողանում թույլ տան ասել։ Պարոն Սիմոնյան, եթե Բաքուն այս ընթացքում նոյեմբերի 9-ի կետերը չի կատարել, արդյոք ինչն է հիմա ստիպելու, որպեսզի խաղաղության պայմանագիրը կնքելու դեպքում այդ կետերը իրականացնի եւ վտանգ չկա, որ մենք մեր կետերը այսպես պարտաճանաչ կկատարենք ու կստացվի, որ Հայաստանը միակողմանի է։ Այդ բանի այտենց խելագարության կանխավարկածից ենք խոսում, որը միշտ կա։ Ես չեմ ասում չկա։ Ինքը միշտ կա մեր աշխարհում, որ ասենք, չգիտեմ, անհավանական վերջի 5-7 տարին աշխարհում բոլոր անհավանական բաները տեղի են ունեցել։ Ռուսները ուկրաինացիների հետ են պատերազմում, կանադացիները ամերիկացիների հետ են պատերազմում, ասենք Ամերիկան պատրաստվում է Գրենլանդիայի նկատմամբ նկարտում, ասենք խելագարության կանխավար իհարկե ամեն ինչ կարա տեղի ունենա։ Կարող ենք պայմանագիրը ստորագրելու ժամանակ, չգիտեմ, գրիչներով մարդիկ հարձակվեն իրար վրա, բայց ասենք այդ ասելը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է խաղաղության պայմանագիր չհամաձայնեցնի, համաձայնեցնելուց հետո 4 տարի աշխատելուց հետո այդ պայմանագիրը չստորագրի։ Իհարկե միշտ էդի կա, բայց այդպես միշտ կարելի է ամեն ինչ ասել։ Ամեն ինչ կարելի է ցերկել։ Պարոն Սիմոնյան, մի ճշտող հարց է։ Ճշտող հարց է հեռախոսազրույցից հետո Կրեմլը հաղորդագրություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին մեկնելու է եւ այդ միջոցառումներին է մասնակցելու։ Հայկական կողմը չի հաստատել, դուք տեղեկություն ունեք մասնակցելու է, թե ոչ եւ ինչու է պայմանավորված։ Ես չգիտեմ մասնակցելու է, թե չէ, անկեղծ չգիտեմ։ Մենք 300,000-ից ավել զոհ ենք ունեցել հայրենական մեծ պատերազմի ժամանակ եւ Հայաստանը ամենամեծ ներդրում անողներից մեկն է եղել այդ
հաղթանակի համար, ես չգիտեմ վարչապետը ինչ որոշում կկայացնի, բայց այս բան անկեղծ տեղեկություն չունեմ, խոսեմ իմանամ։ Պարոն Սիմոնյան, ճիշտ հասկացա, որ նոյեմբերի 9-ի այդ 9-րդ կետով, որտեղով որ ռուս սահմանապահները, այսպես ասած, պետք է դաշնային ծառայության Պետք է, չկա տենց պետք է բառ, մի ասա այդ բանը։ որ Պետք է բառ, որտեղ է, հələ մի հատ ասա պետք են, որտեղ է գրած այդտեղ։ վերահսկողության մասին է։ Վերահսկողությունը դու հիմա քո խմբագիրը կարա քեզ վերահսկի ստեղ չլինելով հանդերձ։ Եթերը կարա նայի եւ վերահսկի, ճիշտ է։ Կա պայմանավորվածություն, Երևանն ու Բաքուն, Մոսկվային համոզել են, որ այդ կետու դուրս է գալիս ընդհանրապես։ Չկա տենց պայմանավորություն, բայց վերահսկողություն բառը պետք չի տանել եւ ամենավատ տարբերակով մեկնաբանել, երբ որ դա անում է մեզ մեր նկատմամբ թշնամական նկարտումներ ունեցող մեկը, դա ուրիշ բան է, երբ որ դա անում է շահագրգիռ կողմը մեկը, բայց որ մենք հայերս ասում ենք, դե թե ասում է վերահսկողություն, ուրեմն պետք է գա 5000 հոգի մարդ կանգնի, գան ապրեն, դա էլ արտատարածքային միջանցք կլինի, Հայաստանը մեջտեղից հանգստացեք, հասկացանք բոլորս հասկացանք, դա էլ չլինի կանգնում են զոհերի թիվը 1000-ով ավելացնում են, որ ավելի ցավոտ մարդկանց լինի, 5000 զոհ, 5 եք արա տենց բան ասում։ Ինչ որ ձևով բասի արտահայտվեմ։ Չի կարելի ինչ գայնացնել ու թույլ չտալ, որ ես արտահայտվեմ։ Դուք իմ ասում եք վերահսկողություն բառ չկա, բայց կա հակառակը, ես ասում եմ, ես ընդհակառակը հակառակն եմ ասում։ Ասում եմ վերահսկողությունը ձեր խմբագիրը կարող է իրականացնել ուղիղ եթերը նայելով եւ քեզ գրի, ասի Կարինե ջան, մի հատ էս հարցը տուր, կամ Կարինե ջան, այս հարցը սենց մի տուր, դա վերահսկողություն է, թե չէ, պարտադիր չէ, որ ինքը ստեղ կանգնած լինի եւ ամբողջ խմբագրակազմը ստեղ կանգնած լինի։ Հա, մի հատ տեսախցիկ կդնենք մուտքից առաջ, պայմանական, հայկական բաները կանցնեն, հարկերը կվճարեն, ճանապարհը եւ պայմանական վերացական բան եմ ասում, չբռնենք մատի էս Ալեն Սիմոնյանը ակամայից բացեց բոլոր պլանը։ Պայմանական, եթե իրանց պետք է ուզում են մի հատ տեսախցիկով նայեն տեսնեն այդ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը նորմալ է, այդ վերջի այդ միջանցքը տեղի իրանց պատկերացված միջանցքը, հա, տեղի ունեցավ թե տեղի չունեցավ, կարող նույնիսկ գրավոր ուղարկենք։ Գրենք, որ ամեն ամիս մի հատ գրավոր վերահսկողություն թող իրականացնեն։ Գրավոր կուղարկենք, ասենք այս ամիս նորմալ էր ոչ մի ինցիդենտ տեղի չունեցավ եւ դրա վարչապետ ու նախագահի, չէ, ախր իրանց նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը դրա հետ կապված հանձնարարական է տվել իրանց բաներին, իրանց մարմիններին, բայց մեր ընդդիմադիրները եւ իրանց հետևող լրագրողները սենց եկան, չէ, իրանք պետք է չի կարելի տենց միա տենց քառակուսի ձևով մենակ այս բանը ներկայացնել, էլի։ Այսինքն իրենք համաձայն են հեռաբարին, որևէ խնդիր չեն տեսնում։ տեսնում։ Մեկը ինքը համաձայնա, թե համաձայն չի, ուրիշ բան չեմ պայմանավորվել։ Ես չեմ պայմանավորվել, որ միջանցք ալնելու, ես չեմ պայմանավորվել, որ միջանցք բառ լինելու, որ ինչ որ կոնկրետ զորականակա լինելու այդպես բան կա այնտեղ։ Լաչինի եւ Ղարաբաղի պարագայում կա, որ այնտեղ կա այդ նույն փաստաթղթի մեջ, եթե դա է եղել իմաստը, բախի էնի չեն գրել, որովհետեւ նման բան չի եղել։ Շնորհակալություն։